Per պարադոքս բացում է Էյնշտեյն, Պադոլսկի, Ռոզին պարադոքս։ Ինչ է դա նշանակում։ Ուրեմն Էյնշտեյնի մասին ես արդեն ասացի, որ ինքը դետերմինացվածությունը չի ընդունվում։ Իմ նախորդ օրինակներում, որ գծագրեր ցույց տվեցի ավելի վերև այսա, որ մենք entanglement ունենք եւ մասնատվել է այ entanglement-ի հետ կապված Էյնշտեյնը այդ բառը ինչ որտեղ որքան գիտեմ ներկայացրել որսի քվանտովի մեխանիկային սխալ հանի գոնե մասամբ ինքը դետերմինացվածի կողմ է եղել ինչևիցե հիմա ինչ է այդ պարադոքսը այս մարդիկ երկար ժամանակ Էյնշտեյնը բորի հետ գտնվել է գաղափարական պայքարի մեջ որ Աստված զարկ գցել չի չպիտի որ Աստված զարկ գցելով մեզ հետ խոսա բորն էլ ասել է դու չես որոշում Աստվածը ինչ անի այսինքն ըստ քվանտովի մեխանիկայի հեղինակների Heisenberg-ից սկսած Բորով Նիլս Բորով վերջացած եւ այլն իրանք քվանտովի մեխանիկան համարել են մատերիայի գլխավոր բաղկացուցիչ, ասենք մատերիան բանը անում նկարագրվում է քվանտովի մեխանիկան ավելի մեծ տեղ ունի առումով տեսեք ինչ էին անում ուրեմն ինքը ասել է որ քվանտովի մեխանիկան անավարտ է ոչ լրիվ ինքն ստացիա է տվել շատ լավ եւ ինքը մտցրել է որ մաթեմատիկորեն երկու սպին եթե անջատում ես էներգիան կիսվում է ֆորմուլաներով ցույց տալ նախորդ դասին ասեցի ինքը ասել է որ entangle վիճակում են ինքն էս հնարել ինչքան գիտեմ եթե սխալվեմ ոչինչ իրանք գտնվելու են entangle կապվածության մեջ ֆորմուլաներն են ասում ֆիզիկան է ասում մաթեմատիկան է ասում եւ սկսում է խոսել մեզ հետ ասում է քանի որ կապված են եւ մեկին դուք նայում եք չափում եք մյուսի էներգիան պիտի հակառակ կլինի ակնթարթային ոնց կարա ակնթարթային հասնի եթե լույսից արագ հնարավոր չի ինքը իր մեջ է նստած քանի որ բոլոր աշխարհի ֆորմուլաները ֆիզիկան ասում են որ լույսից արագ ոչի բան հնարավոր չի ինֆորմացիայից սկսած մատերիայից վերջացրած ոչ մի խնդիր ֆորմուլան ասում է որ ինքը entangle վիճակը համարել ու ասել է դուք սխալ եք ի ֆորմուլան ասում է որ եթե ես տեղ սպին բանը նայում եմ չափում եմ այն մյուսի սպին ակնթարթորեն փոխվում է եւ ոնց կլինի քվանտային մեխանիկան լույսից արագ չպիտի լինի ու դուք խնդրեմ ունեք դա ձերը քվանտային մեխանիկան լրիվ չի բացատրում եւ ասում է բայց ոնց է ինքը բացատրում ու կոչվում է սարսափելի ազդեցություն հեռավորության վրա ինքը ասում է ուրեմն դե բացատրություն պետք է տան այս մարդիկ երեքով միացել են սխալ են հանը 36 թիվն է 1900 որ դու ձեր տեսությունը ոչ դետերմինացվածը սխալ է կամ լրիվ չի վերջը ահագին պայքար ասել են բալա ոնց է լինելու պատասխանը իսկի չեկյաթային ասեցի առոգանության մեջ ունեն թաքնված պարամետրիկ նախորոք եւ նախորոք այդ այնց են դե մի բան պիտի բացատրի մարդը նախորոք իրանք որոշում են որ ունեն պայմանավորվածություն հենց ստեղծվում են նախորոք շպարգալկա ունեն որ շպարգալկայով իրանք գիտեն երբ ինչ են բացելու այսինքն իրանք շպարգալկայով են վազում եւ այդ շպարգալկան ասում է ենթադրենք հասար մասի սարի վրա Ես բացում եթե մոտ ես եւ այլ ինչ որ շպարգալկաներ նախորոք որոշված է որ ինձ բացես ես մեկ եմ քեզ զրո լավ տենց նայենք նախորոքա ինքը դրա մասին ասում ինչևիցե եւ բարձր ինքը մատերիայի հետ կապված իր տեսությունն ունի մենք դեմ չենք կանգնում տենց լես վերցնենք ինքը նույնիսկ այստեղ միտեղ պետք է ունենամ երկու ձեռնոցների օրինակը բերել է իշխանն Էյնշտեյնի օրինակն է Իչլա հասարակ բան է, ինչ ասա հեշտ է բացատրելի է։ Ես ունեմ երկու ձեռնոց, մեկը ձեզ եմ տալի տուփի մեջ, մեկը տուփի մեջ իմ մոտ եմ պահ։ Լավ։ Ձեզ ուղարկում եմ Նյու Յորք, եթե այստեղից հաշվենք։ Եթե ես բացեմ իմ ձեռնոցը տեսնեմ, աչա, միլիոն%, միլիարդ% համոզված եմ, որ ձեզ մոտ ծախն է։ Ահա եւ ստացվեց, որ ես նախորոք իմանալով, ասենք նախորոք պայմանավորվեցինք ձեռնոցները դնենք տարբեր տեղեր, բայց ես չգիտեմ իմ մոտ ինչ ձեռնոց է։ Բացում եմ ձախ ձեռնոցը ձեզ մոտ աչա եւ ասում եմ հասարակ նախորոք, կարճ ասած պարադոքսը ասում է, որ նախորոք պայմանավորված պարամետրերի շնորհիվ է դա կատարում։ Շատ լավ։ Ուրեմն նախորոք որոշել պարամետրերի տեխնոլոգիան
հիմքը հանդիսացել եւ ասել լրիվ չի արտապատկերում իրականությունը ձեր քվանտային մեխանիկան։ Այս կռիվը շատ երկար է գնացել, մեխանիկա, ուրեմն Պարզա ըստ Էյնշտեյնի ինքը կարծում էր, որ տիեզերքը լոկալություն ունի, այսինքն այս գալակտիկայում գործողությունները մյուս գալակտիկայի հետ ոչ մի կապ չպետք ունենա, դետերմինացված մենք անցել ենք C# destructor եւ disposable տեխնոլոգիա, որ RAM էինք ազատում, այցի բառ մեզ հանդիպել է, ոչ հավանականային դետերմինացված, այսինքն արևը ամեն առավոտ արևելքից է դուրս գալի, ոչ դետերմինացված, այսօր դուրս են գալի արևը արևելքից է, մյուսօր դուրս են գալիս արևը արևմուտքից է։ Այս կանխատեսումն է ինքը պահում։ Շատ լավ։ Ուրեմն մեր չափումներից անկախ երկար ժամանակ Նիլս Բորն ու ինքը գտնում են պայքարի մեջ, դետերմինացված է տիեզերքը թե ոչ, մատերիան ինչպիսի աշխատանքի մեջ է գտնվում, ու այդպես էլ որքան գիտեմ աշխարհից հեռացել են անապացուցելի, վերջապես ապացույց եղել է։ Ապացույցի առաջի էտապը, որ թաքնված պարամետրեր չկա, բայց մի մարդ է եկել, որ ուզեցել է Էյնշտեյնին պաշտպանի։ Պարզա Բելը անուն է իրա, 64 թիվ, մենք հատուկ դաս ունենք 2 հատ իր հետ կապված, մեծ տեղ է գրավելու IT-ում, Բելի վիճակ, Բելի թեորեմ, մենք կտեսնենք այդ մարդու անունը մեզ հետ կշփվի եւս մի անգամ։ Բելը հատուկ ձևով պրիբորները շրջել է ոչ թե վերև ներքև, այլ տարածքում, կարճ ասած 60-60 աշճան, թե վերջը 3 մասի բաժանել կարևոր չի, այդ փորձը մենք չենք կատարի։ Փորձարկման ժամանակ ստացել է անհավասարություն եւ այդ անհավասարության բավարարվում է թե չէ քվանտային մեխանիկան ճիշտ է թե չէ։ Ու հեռացել։ Գուցե եղել է ինքը, երբ որ ապացուցել է Ասպեն, Ցայլինգերը բան ապացուցել են, որ կա entanglement-ը։ Չգիտեմ Բելը ներկա եղել թե չէ, կյանքի առումով եմ ասում, բայց Clauser 74 թիվ, այստեղ թվերը գրած է, Aspect 82 թվին եւ Challenger 98 թվին, այս երեքն էլ 22 թվին, 2022 թվին այս գործի համար այդքան ուշացած ստացել են Նոբելյան մրցանակ, ու այս Նոբելյանից հետո գիտնականներ աշխարհի եկան, որ քվանտային մեխանիկան վերահաստատվեց լինելության կամ ճշմարտության հետ կապված։ Ինչևից է, այս երեքը ապացուցել են, որ Բելի անհավասարությունը, չգիտեմ դեռ կոչումա տեղի է ունենում, թե տեղի չի ունենում, հիմա կխառնեմ, պետք չի։ Այսինքն խախտվում է Բելի անհավասարությունը, եթե տենց վերցնենք, վերջ անհավասարությունից արդյունքից կախված, տեսել եմ, որ այո, չկա նախորոք վերցրած շպարգալկա հայերեն գաղտնա չգիտեմ ինչ, կամ այժմ գաղտնի պարամետրերով նախորոք չեն որոշում, այլ տեղում նայելուց հետո, կոլապսից հետո ինքնուրույն, ոչ թե ինչ կապ է իրար մեջ, որ իրանք entanglement են, դեռ ոչ ոք չի գտել, դա բաների անբացատրելի աշխարհից մեկն է, չկա այդպիսի դեռ բացատրություն, ուրեմն առանց թաքնված պարամետրերի այդ եղյակը ապացուցել են։ Բելի անհավասարությունը կիրառելուց հետո, որը անհավասարությունը, եթե ասենք մեծ է, ուրեմն տեղի չի ունենում, պայմանական միավոր մաթեմատիկա կա։ Այսինքն ստական, ուրեմն Էյնշտեյնը մխիթարանքի տակ եկեք թողնենք, ասել եմ սրա մասին։ Ուրեմն պայմանավորվենք, որ Էյնշտեյնը ունի մխիթարանք, որ միևնույնն է ինֆորմացիան հնարավոր չէ լույսից արագ փոխանցել։ Այ հիմա, եթե դուք ուզում եք ինֆորմացիա ուղարկեք լուսին, աստղեր ուրիշ տեղ, լույսից արագ մեկը ինֆորմացիա չեք կարող։ Դուք եք կարող ձեր պարոլ ուղարկեք այնտեղ։ Դուք չեք կարող կարծիք հայտնել, գրել բարև։ Լույսից արագ բարև չեք կարող ուղարկել։ Այսինքն ինֆորմացիան չեք կարող ուղարկել, բայց մենք ունենք մասնիկների կապ, որը որ քվանտային գոնե կոմպյուտերներում օգտագործում entanglement, վիճակափոխում, առավել եւս կապի միջոցներ կրիպտոգրաֆիայում օգտագործում եւ հակերների դեմ, որ ճանապարհին կտրեն, հանեն, կլանի Ռևանյան արգելված է entanglement-ի պատճառով։ Եվ բարձա կամ սուպերպոզիցիա այդ երկուսը իրար հետ, կարճ ասած այն գող ավազակությունը ոնց որ 3 գոնե մեծ բնակավարների հետ գնում է։ Կրիպտոգրաֆիան է գիտեք, դա security մեծացումն է։ Այսպիսով, եթե վերջը ես կարդամ ու մենք կավարտենք, մենք վերջացրել ենք դասը, բայց չոր ամփոփում կա, այսպիսով Էպեր պարադոքսը Էյնշտեյնի հետ կապված, քվանտային աշխարհում մասնիկները ինչ անեն, գտնվում են խորը կապվածության մեջ, նույնիսկ եթե բաժանված են մեծ հեռավորության վրա։ Այն պնդում է, որ
կան անընդհատելիության, քվանտային մեխանիկայի դասական, լոկալ, դետերմինական մտադրողության միջև։ Այսինքն, մենք պրոբլեմ ունենք։ Եվ վերջին հաշվով, այս պարադոքսը հիմք ծառայեց, որ քվանտովի մեխանիկան այնքան զարգանա, որ հասնի IT։ Հետաքրքիր է, այս պարադոքսը, եթե Էյնշտեյնը չդիմադրեր, վերջին հաշվով ինքը ճիշտ դուրս չեկավ, բայց ով շահեց գիտությունը, առավելևս մասնակի մեր նման IT մասնագետները։